Ողջույն մուլտիպլիկացիոն, ողջույնները ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ, տաղանդավոր նկարիչներ եւ ոչ միայն նկարիչներ, բոլոր փոքրիկներին Քերի մուլտիկնիկը ողջունում են, ողջունում են նաեւ մուլտաշխարհի բոլոր հերոսները, մեր ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքամ բլիթներով, արևածաղկի սերմերով հանդերձ, ինչպես նաեւ իր մրցանակ համեղ հավաքածու պարկով հանդերձ, կասեմ թե սա ինչի համար է։ Մենք ընթացքում փոքրիկ հայտարարություն ունենք սիրելի փոքրիկներ, որպեսզի դուք մասնակցեք մրցույթին եւ ստանաք այսպիսի նվերներ։ Իհարկե, նաև ձեզ ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող մեր բարի ժամապահ Քերի։ Քերի ողջույն։ Նա ձեզ ողջունում է սիրելի փոքրիկներ եւ խոստանում է երկար ժամանակ տալ, քանի որ այսօր ունենք ուրբաթօրյա հաղորդում, այսինքն կախարդական փոստարկղ էջը, պետք է նամակների սենյակից ընտրված ծրարները բացեմ, ընթերցեմ փոքրիկների նամակները եւ ցուցադրեմ նկարները։ Պատրաստ եք։ Մինչ մուլտաշխարհ գնալը, հիմա ես անցնում եմ ձեր ուղարկած նամակներին եւ նկարներին։ Առաջի մասնակիցը Կոտայք ինչ Քարաշամբ գյուղ Սյուզաննա Մարտիրոսյան։ Այսպես է ծրարի վրա գրված։ Հիմա կբացեմ։ Եթե Սյուզաննան նամակ ունենա, նաեւ նամակը կընթերցեմ։ Այսպես, ուրեմն։ Օհ, երկար նամակ ունի Սյուզաննան գրված։ Բարև սիրելի Քերի մուլտիկնիկ։ Ես Սյուզաննան եմ, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից, դե հասցեն արդեն ընթերցեցի։ Ես հետևում եմ ձեր բոլոր հաղորդումներին։ Ես 14 տարեկան եմ, երբեք չեմ հաճախել նկարչական ոչ մի խմբակ, բայց ես նկարում եմ շատ սիրով, ապրես դու Սյուզաննա ջան, շատ լավ է, քիչ հետո քո նկարները կնայենք։ Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը իմ նկարների մասին։ Իմ նկարները վերցված չեն որևէ կայքից, ուզում եմ ասել կրկնված չեն, ինքնուրույն է նկարում։ Այսպես, ես նաև խոստանում եմ ձեր մյուս հաղորդման ժամանակ նկարել ձեզ եւ ուղարկել ձեր հաղորդմանը։ Շատ ապրես Սյուզաննա ջան, այստեղ հասցեն է գրում Սյուզաննան, Կոտայքի մարզ, էլի Քարաշամբ գյուղ, Սյուզաննա Մարտիրոսյան։ Հետո Սյուզաննան նաև իր նամակում նշում է, արդյոք շարունակի նկարել, ինքը լավ է նկարում, թե ոչ։ Ուզում եմ Քերի մուլտիկնիկի կարծիքը իմանալ։ Սյուզաննա ջան, այսպես նկարները քո նայում եմ, քանի որ ինքն ուս է աշխատանքները, Քերի մուլտիկնիկը մի փոքրիկ խորհուրդ կտա։ Եթե ձեր գյուղում կա նկարչական խմբակ, դու լավ ես նկարում։ Ուղղակի պետք է հաճախել նկարչական խմբակ, որպեսզի ավելի արհեստավարժ դառնաս, այնտեղ նկարչության գաղտնիքներ կան, լույս, ստվեր, մարմնի չափեր եւ այլն։ Դու տաղանդավոր ես, շնորհալի, ուղղակի պետք է սովորել նկարչական խմբակում, հետո շարունակել։ Բայց իմ խորհուրդն է, որպեսզի դու շարունակես եւ դառնաս լավ նկարչուհի։ Դիմանկարներ է նկարել, տեսեք, ինքնուրույն աշխատանքի համար շատ լավ է։ Սև սպիտակով է նկարել ճիշտ է, բայց հետագայում Սյուզաննային կխնդրենք, որպեսզի գունավոր աշխատանքներ մեզ ցուցադրի։ Այսպիսի աշխատանքներ է կատարել Սյուզաննան, խաչը, ստվերային աշխատանք է, շատ դուր եկավ այս աշխատանքին Սյուզաննա ջան։ Գունավոր աշխատանքներն էլ ավելի լավ են երևում քո նկարների մեջ։ Այսպես Սյուզաննա ջան, արդեն դու իմ խորհուրդը լսեցիր, կարծում եմ։ Քո աշխատանքները ուղարկում եմ կախարդական փոստարկղ, որպեսզի մուլտաշխարհի հերոսները տեսնեն եւ զարմանան։ Ես գիտեմ, նամակները քանի որ արձակուրդներից հետո եմ ընթերցում, փոքրիկներ կան, որ իրենց աշխատանքները ուղարկել են 1 կամ 2 ամիս առաջ։ Մենք ընթերցում ենք հիմա։ Հիմա տեսնենք ովքեր են մեր այս փոքրիկները։ Վերոնիկա, Անահիտ եւ Ալեքսանդրա, Վերոնիկա, Անահիտ եւ Ալեքսանդրա, Անի, Ցինգելովաններ, այն ինչ հետաքրքիր ազգանուն է։ Նոր Արեշ, 5-րդ փողոց, 18 տուն, Երևան քաղաք։ Այսպես, ես հիմա փոքրիկների նամակը կընթերցեմ ու կցուցադրեմ նրանց գեղեցիկ աշխատանքները։ Այսպես։ Բարև սիրելի Քերի մուլտիկնիկ, ողջույն։ Գրում են ձեզ Վերոնիկան 9 տարեկան եւ Անին 6.5 տարեկան։ Մենք ապրում ենք Սլովակիայում, բայց ամռանը գալիս ենք Հայաստան։ Սլովակիայի փոքրիկներին ողջույններ։ Մենք շատ ենք սիրում նկարել եւ քեզ ենք ուղարկում մեր նկարած նկարները։ Մենք նաեւ նկարել ենք Բկլիկ Բոկոնիկին, Փիսիկին,
եւ ցանկանում եք մասնակցել Apache մրցույթին։ Ջերմորեն բարևում ենք եւ ինչ անում։ Սպասում ձեր արձագանքին։ Սիրով Վերոնիկա եւ Անի։ Տեսեք ինչ հրաշալի նկարներ են նկարել։ Ես այս աշխատանքները մի քանի անգամ նայել եմ հաղորդումից դուրս։ Սա Վերոնիկայի աշխատանքներն են, տեսեք։ Գունեղ, գեղեցիկ մուլտիպլիկացիոն հերոսներ 1, սա քերի մուլտիկնիկն է, 2, այսպես ուրեմն, ոզնին, մրգերով հանդերձ, քույրիկները շատ գեղեցիկ են նկարում, նուրն է սա մեր, տեսեք ինչ գետազի է նկարված, փոքրիկ թղթիկի վրա, փղիկը, այստեղ գունեղ հերոսներ են, մեր լավագույն բարեկամ հայկական տիկնիկները, Արմոն, Արմիկը, Իշուկը եւ այլն։ Այսպեսի մի գեղեցիկ պատմություն են հորինել իրենց նկարով, սա Վերոնիկայի աշխատանքներն են, Սկյուրիկը, այստեղ ծիրանն է, սիրելի փոքրիկ բարեկամներ, կակտուսը եւ ծաղկամանը, արդեն հասկանալի է, վանակատուն է այստեղ, մուֆլոն, քարայցը, էլ այսպեսի գեղեցիկ աշխատանքներ, փոքրիկ հերոսներ, փոքրիկ շնիկ, շատ գեղեցիկ է նկարված ապրեստու, այստեղ էլ ինչ կա, փիսիկը, դեռ երևի թե Վերոնիկայի աշխատանքներն ենք մենք նայում, այս Սկյուրիկով է նկարել էլի Վերոնիկան, արքայադուստրը, շատ աշխատանքներ են, այստեղ պինգվինն է, ուղղակի ափսոսեցիս ուզում էի ընտրեի լավագույն մի քանի աշխատանքներ, բայց տեսա, որ շատ լավ է նկարված, որոշեցի բոլոր աշխատանքներն էլ ցուցադրեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ, էլի Վերոնիկայի աշխատանքն է, այստեղ Արմոն է, մեր հայկական տիկնիկը, Արմիկն է, եւ հիմա արդեն անցնում ենք, էլի Վերոնիկայի, սա Վերոնիկայի վերջին աշխատանքն է, Փիսիկը, իսկ սա արդեն Անիի աշխատանքն է, մի քիչ կարելի է մուկ նկարել, որպեսզի լավ երևա, քերը ոնց է երևում, սա էլ է Անիի աշխատանքը, Շունիկը, ապրեք դուք բարձր գնահատելով ձեր աշխատանքները, այն ես կուղարկեմ կախարդական փոստարկը, հիմա ուղարկեմ, թող զարմանան մեր մուլտիպլիկացիոն հերոսները, նույնիսկ Apache հերոսները, որ դուք ինչքան լավ եք նկարում, անցնենք հաջորդ ծրարին, Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Աբովյան փողոց, 4 նրբանցք երևի, բնակարան 5, Մելքոնյան Հասմիկ, տեսնեք փոքրիկի անունը ինչ է, նամակից երևի պարզ կդառնա, այստեղ փոքրիկ նամակ ունենք։ Բարև ձեզ սիրելի քերի մուլտիկնիկ։ Ես դիտում եմ ձեր բոլոր հաղորդումները, ես ձեզ շատ եմ սիրում, դուք շատ գեղեցիկ եք նկարում, ես 7 տարեկան եմ, իսկ քո անունը ինչ է փոքրիկս, քաղաք Մարտունուց Լիա Մաթանյան, այստեղ հասցեն է գրում, Մաթանյան, չեմ սխալվում, Լիայի աշխատանքներն ենք հիմա ցուցադրելու, այստեղ նկարել է ջրաներկով ոսկի եւ ադամանտ, այնտեղ գրված է, որպեսզի լավ հասկանանք մենք մեծերս մի քիչ կարող է լավ չհասկանանք, այստեղ ծիածանն է, բարի մուլտիկնիկ, այսպես գեղեցիկ գունավոր գրված է, բարի մուլտիկնիկ, ապրեք եւ 1, 2, 3 կարմիր դեղին կապույտ եւ ԱԲԳ հայերեն տառերը, շատ ապրեք, այն ուղարկում եմ կախարդական փոստարկը եւ անցնում հաջորդ ծրարին։ Գեղարքունիքի մարզ, գյուղ, ծովագյուղ, Քոչարյան Ալվարդն է ուղարկել, քերին ասում է քիչ ժամանակ է մնացել, շատ արագ ընթերցիր, ոչինչ քերի ջան, պետք է այստեղ 3 ծրար կա, բոլորն էլ ընթերցեմ նամակները, ցուցադրեմ նկարները։ Բարև սիրելի քերի մուլտիկնիկ, ես Գեղարքունիքի մարզի ծովագյուղից եմ, սովորում եմ 3-րդ դասարանում, գերազանց առաջադիմությամբ, շատ ապրես, դասերի միասին գնում ենք Պարի, ինքն է գնում, տանը նկարում եմ ձեր ցուցադրված նկարները, հուսում եմ, որ կհավանեք իմ նկարները եւ կարձագանքեք։ Նկարողը Ալվարդ Քոչարյանն է։ Ալվարդ ջան, հիմա քո աշխատանքները կցուցադրեմ, թող բոլորը զարմանան, տեսեք ինչ է նկարել։ Աչպարարի շլդիկին է նկարել գլխարկից դուրս եկող, այստեղ ծաղրացու է նկարել, ամանորյա հերոսներ եւ այստեղ ինչ է։
Եվ աղվես, շլդիկ, շատ ապրեք, բարձր գնահատելով ձեր աշխատանքները ուղարկում եմ կախարդական փոստակը, սիրելի փոքրիկներ, եւ ծրարը մնաց այստեղ, անցնում նախավերջին ծրարին, որտեղից է Քաղաքվանաձոր գյուղ դարպաս, երկրորդ փողոց տնակ 36, Արմինե Սարգսյան, փոքրիկ ով է, նամակ կա այստեղ, հիմա կպարզենք, այո, նամակը ու երկար նամակ կա այստեղ, սիրելի փոքրիկներ, ու գրում եմ, բարև սիրելի քերի մուլտիկնիկ, ես բնակվում եմ Վանաձորում, միշտ դիտում եմ ձեր բոլոր հաղորդումները, եւ ինձ դուր են գալիս նրանք, ես գրել չգիտեմ, որովհետեւ հունիս ամսին է լրացել իմ 6-ամյակը, խնդրեցի իմ սիրելի մայրիկին, որ ինքը գրի իմ փոխարեն, ես շատ եմ սիրում նկարել, ինքնուրույն, սեպտեմբերին առաջի անգամ գնալու եմ դպրոց, եւ իմ ծնողներին խոստացել եմ, որ պետք է լավ սովորեմ, ապրես դու, ես ցանկանում եմ, որ ձեր հաղորդաշարի ժամանակ նկարեք հայկական դրոշը ձեռքին զինվոր, ճիշտ է, այդպիսի հերոսներ շատ ենք նկարել, բայց մեր հաղորդումներից մեկի ժամանակ կանդրադառնանք դրան, անհամբեր կսպասեմ իմ նկարները ցուցադրելուն եւ նամակը ընթերցել Մագթաղյան նվեր, Մագթաղյան, ինչ ազգանուն է, հրաշք ազգանուն, հիմա նվերի աշխատանքներն եմ ցուցադրելու ուշադրություն, մի մասը ջրաներկով է նկարված, շատ գեղեցիկ է նկարված, իմ ջայլոց ասեմ, ոսկե ձկնիկին, սա նկարել է 5 տարեկան հասակում, գեղեցիկ բնություն հայկական, սա ինչ է, ծաղրազու, մայրիկին է նվերել այս նկարը ապրիլի 7-ին, այստեղ գրում է, փոքրիկը, սա վանակատուն է, 5 տարեկանի համար շատ լավ է նկարված, սա արմիկն է, էլի 5 տարեկանում է նկարել, էլ ինչ աշխատանք ունենք, նուրիկը, այսպես գեղեցիկ, այ արդեն 6 տարեկանում նկարել է այսպիսի աշխատանքներ, մատիկներով ստացած գայլուկ և խխունջ, էլի մատիկներով ստացած հերոսներ են, կովիկը և ֆլամինգո, հնդկավի ավիերենը նման, և այսպիսի աշխատանքներ, կոկորդիլոս և գորդ, շատ ապրես իմ փոքրիկ, այստեղ էլ մի հատ աշխատանք ունի, շատ գուներ, և այն ես ուղարկում եմ կախարդական փոստարկղ, մնաց քերի մեկ ծրար, որ բացեմ, նոր գնանք մուլտաշխարհ, ով է մեր փոքրիկ, Արարատի մարզ, գյուղ Դաշտավան, Գրիգորյանի անվան փողոց 48 Գևորգ Եղիազարյան, հիմա տեսնենք, դա փոքրիկի անունն է, նամակից պարզ կդառնա, բարև ձեզ, քերի մուլտիկնիկ, ողջույն, ես Եղիազարյան Սամվելն եմ, ես շատ եմ սիրում ձեր հաղորդումը և ձեզ ուղարկում եմ իմ նկարած նկարները և շատ եմ ուզում լավ նկարել, ես 9 տարեկան եմ, դու շատ լավ կնկարես, իմ շատ սիրելի փոքրիկ նկարիչ, պետք է աշխատասեր լինես, անդադ մեր հաղորդումները դիտես, բայց քո նկարներից պարզ է դառնում, որ դու շատ լավ ես նկարում, գեղեցիկ, տեսեք ինչ գեղեցիկ Միկի Մկնիկ է նկարել, նույնիսկ Թոմին և Ջերին շատ գեղեցիկ ես նկարել, հետո մյուս աշխատանքը Ֆիքսիկի, նաև կցանկանամ, որ ինքնուրույն աշխատանքներ անես, ստեղծես քո մանկական երևակայությամբ նոր հերոսներ, որ երբևիցե ոչ ոք չի նկարել, վերջ, որպեսզի ձեր նամակները հասնեն քերի մուլտիկնիկին, պետք է ձեր նամակներն ու նկարները ուղարկեք այս հասցեով, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, այս տեսախցիկի ետևում գտնվող մեր բարի ժամապահ քերին, մուլտաշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչին և քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, իսկ հիմա Աստված ձեզ պահապանի, այլ բուլտա։ Papa zip, papa zip, papa zip, papa zip, papa zip.